Եթե Ադրբեջանը խոսում է արևմտյան ադրբեջանցիների վերադարձից, իդեպ անընդհատ է խոսում, դրանք հավասար չեն արցախցիների վերադարձին, բայց գոնե այդ ժամանակ իրենք ինչ էին ասում, ասում են եկեք չխոսեք արցախցիների վերադարձից, իրենք չեն խոսում, իրենք շարունակում են խոսել եւ խոսելու են եւ ոչ միայն դրանից են խոսելու։ Կոնտրիբյուցիա են պահանջելու ռազմական, գալու է ժամանակը դրա, այսինքն այս խաղաղության օրակարգը չի ավարտվելու միայն սահմանադրության փոփոխությամբ։ Դրա համար ենք նշում, որ Փաշինյանը ինչու է այդքան կարճատեստ Դալաքյանին, եթե կարելի այդպես ձևակերպել, որովհետեւ եթե մինչեւ ընտրությունները նման դիրքորոշում հայտնելը հասկանալի էր, որ ընտրությունների նախաշեմին է, բայց հիմա ընտրվելուց հետո արդյոք պետք է լինել Գիտեք, ես ընդհանրապես վերլուծաբան եմ, ես կարող եմ ասել ինչ եմ ես կանխատեսում, կարող է պարզվի, պարոն Փաշինյանը ճիշտ է, Ադրբեջանը հենց վաղը ուզում է մեզ հետ խաղաղության գնա, բայց ես վստահ եմ, չխոսենք ասենց ռադիկալ տերմինով, բայց իմ վստահությամբ դա չի լինելու եւ Ադրբեջանի հայտարարությունները դա ցույց են տալիս։ Հիմա գուցե Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ ունի, նա իշխանության ղեկավարն է, որ այդպես է։ Ես որպես վերլուծաբան նշում եմ, որ ես վստահ եմ, որ դա այդպես չի։ Հիմա թե Փաշինյանը թյուր ըմբռնում ունի, թե այդպես է ուզում հասկանալ, թե սխալ է հասկանում, դա արդեն ԿՊ անդամ է։ Իսկ ինչու չի լինելու, որովհետեւ Ադրբեջանը չի պատրաստվելու որևէ պարագայում հրաժարվել իր այդ հեռահար նպատակներից, նկարտումներից, այդ թվում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի, համենայնպես այս ռեժիմը, իսկ ռեժիմի փոփոխություն ես չեմ տեսնում մոտակա ապագայում, սա բռնապետական ծավալապաշտական նկարտումներով ռեժիմ է, որը կարծում է Հայաստանը քանի թույլ է, պետք է սխմել, ինչպես Պուտինն ասում, դալբիտ ներողություն տեղ բառը, սխմել պատին Հայաստանը։ Հատկապես եթե իրենք տեսնում են, որ իրենց հայտարարություններին չկա արձագանք։ Եվ արձագանք չի նշանակում իշխանությունները միշտ ասում են պատերազմ եք ուզում, եթե Ադրբեջանը պատերազմ ուզի, պատերազմ կլինի։ Մենք ասենք Ալիևը շատ կիրթ է, շատ քաղաքակիրթ է, մենք պատերազմ կլինի, մենք դա տեսել ենք։ Այսինքն Հայաստանը պիտի լուր կատարի իր աշխատանքը, զինվի, դիմակայունությունը բարձրացնի եւ տնտեսական հիմա մենք խնդիրներ ունենք լուրջ եւ ունենալու ենք եւ ներքին արդարադատության, այո, ամեն օր չպատասխանի Ալիևին, բայց գոնե ԱԳՆ մամուլի խոսնակի տեսքով հակադարձություններ տեղ ունեն, երբեմն տեղ ունենում, երբեմն ոչ։ Մենք ավելի մանրամասն խոսենք գովազդից հետո երկրորդ, մինչև գովազդը Տիկին Դալաքյան շատ կարճ փորձենք նաեւ ռուս-ուկրաինական ճակատին անդրադառնալ, մենք տեսնում ենք, որ անօթաչու թռչող սարքերը գրոհում են ամեն դեպքում Մոսկվան, տարբեր քաղաքներ Ռուսաստանի եւ լուրջ խնդիրներ են առաջացրել վառելիքի հետ կապված։ Ոչ միայն լուրջ խնդիրներ են առաջացրել, այլև հիմա արդեն խոսում են, որ Ղրիմում դե հատուկ դրություն է հայտարարված, դա միայն վառելիքը չի, վառելիքի հետ կապված արդեն բարենամթերքի խնդիրներ կան, հացահատիկի մշակման, այո, վառելիքը հիմա դա միայն վառելիք չի, Հորմուզի նեղուցը վկա եւ նույնիսկ ԱՄՆ դիրքերի թույլատումը տարածաշրջանում։ Եվ սա կոտրում է այն միֆը, որ Ռուսաստանը SVO-ի մեջ է, հատուկ ռազմական գործողություններ իրականացնում ինչ-որ մի հեռավոր երկրում։ Սա արդեն պատերազմի տեղափոխում է Ռուսաստանի տարածք։ Հիմա նախագահ Զելենսկին ինչ-որ 40 օր ժամանակ է տվել ծրագրերը չգիտենք, իբրև թե պետք է Ռուսաստանից ստիպեն գնալ բանակցությունների, մենք տեսնում ենք ամեն օր ավելի սաստկացող հարվածներ Ռուսաստանի ուղղությամբ, Ռուսաստանն էլ կհարվածի, բայց Ռուսաստանը այնպիսի բան դեռ չի արել, որ պիտի անի եւ չի արել, հասկանում եք, այսինքն հարվածները արդեն կան Ուկրաինայի նկատմամբ, էներգետիկ ենթակացված զարգանում է։ Լավրովը ասում ենք հենց հիմա կտեսնեք ինչ կան, ամեն ինչ այլ է, մնում է միջուկային զենք, տակտիկական, բայց դա որևէ բան չի փոխի ռազմաճակատում, հակառակը դա իզոլյացիան կմեծացնի Ռուսաստանի, Չինաստանը միշտ զգուշացնում է, որտեղ Չինաստանը հասկանում է դա ինչ հետևանքներ կունենա իր տարածաշրջանում, բայց դա գիտեք Վլադիմիր Պուտինը եթե հասկանա, որ իշխանություն է կորցնում, գուցե այդ քայլին կգնա, իսկ թե իր շրջապատը կթողնի, որ ինքը այդ քայլին գնա գիտակցելով, որ Պուտինից հետո եկա կյանք, դա արդեն կարծում ավելի լուրջ հարց։ Այդ գիտակցության նշույլները մենք տեսնում ենք, թե չենք տեսնում։ Կան նախանշաններ։ Դե ասում են օրինակ լիբերալես հատվածը տնտեսական բլոկը Նաբիուլինը, Սիլուանով, նրանք կողմնակից են դադարեցնել։ Նաև բիզնեսմենները Աբրամովիչի այցը տեսանք, գոհ չեն եւ բոլորը տեսնում են, որ սա որևէ տեղ չի տանում։ Լավ, նույնիսկ եթե 20 տարի էլ պատերազմ ենք, Ուկրաինան գնալու ոչ թե թուլանալու, այլ ավելի հզորանալու է։ Եվ միջուկային զենք կիրառել մի երկրի հանդեպ, որը 4 անգամ փոքր է քեզնից, եւ հետո աշխարհին ասել ես գերտերություն եմ եւ իմպերիա եմ,
Չգիտեմ, եւ մանավանդ Ռուսաստանը չգիտի ինչ հակահարված կլինի աշխարհի կողմից։ Օրինակ Բայդենի իշխանությունն ասում էր, որ դա վերջնական արդեն որոշում կկայացվի, որոշում կայացնող decision making կենտրոններին, այսինքն Պուտինին ոչնչացնելու, հարվածելու վերաբերյալ դա խոսվել է Շայգուի եւ նախկին պաշտպանության նախարար Օստինի հեռախոսազրույցի ժամանակ դրա մասին կան հրապարակումներ։ Չես կարող ասել Տրամպը ինչ տենց հանգիստ կացի դե լավ հարվածեց։ Տրամպը, որը խոսում էր, որ իրենք պիտի սկսեն էլի միջուկային զենք փորձարկել, որովհետեւ Ռուսաստանն է փորձարկում։ Սա կարող է ավելի անկանխատեսելի հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար։ Ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում է Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, վերադառնանք մեր խնդիրներին։ Սահմանադրական դատարանում քննվում է քաղաքական այդ 7 ուժերի, այստեղ իհարկե ասում են հանուն հանրապետության կուսակցությանը պետք է առանձնացնել, մի խոսքով 7 ուժերի դիմումները, որոնք պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Ինչ են շահում այս դիմումներով այս քաղաքական ուժերը, ինչ խնդիր են լուծում։ Եթե իրենց լսես, որքանով ես տեղյակ եմ, իրենք փորձում են սպառել, այդպիսի արտահայտություն եմ լսել, բոլոր օղակները բողոքելու ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ տեսակետ են արտահայտում, որ կարող է հօգուտ իշխանության իրենց ասելով որոշում լինի։ Ես կարծում եմ չեն փոխվել ընտրությունների արդյունքները, ավելի մանրամասն հետևող վերլուծաբանները կարող են խոսել, ինչ փաստեր են ներկայացվում ընդդիմադիրների կողմից, բայց հիմա այն տարիները չի, երբ ամեն ինչ որոշվում այսպես թաքուն կամ որևէ մեկը տեղյակ չի լինում, հրապարակային թող ներկայացնեն փաստեր, եթե կեղծիքներ են եղել, բոլորը կտեսնեն, նույնիսկ եթե Սահմանադրական դատարան ինչ-որ հակաօրինական ոչ օբյեկտիվ որոշում կայացնի, գոնե ժողովուրդը կտեսնի, որ դա օբյեկտիվ չի, նայած ինչ փաստեր են ներկայացվում։ Բայց ես կարծում սա ավելի շատ տարածությունը լցնելու այսպեսի տակտիկա է քաղաքագիտության մեջ էլ կա, իդեպ Դոնալդ Տրամպը դա շատ հաճախ օգտագործում է, կատարել ինչ-որ հայտարարություններ, քայլեր, որոնք որևէ լուրջ ինչ-որ նպատակ չունեն, բայց լցնում են ժամանակը, որ տեսեք, այո, մենք բողոքում ենք հիմա, օրինակ իշխանություններն ասում են, ինչ եք առաջարկում, դե դուրս եկեք փողոց, ասում են մենք հիմա դիմել ենք, հետո կմտածենք, դեռ չունեն քայլեր, գուցե դեռ չէ ասվել ինչ քայլեր պիտի ունենան, մինչև Փաշինյան-Պուտին հանդիպումը, եւ դրա համար իրենք ուզում են ցույց տալ, որ այո, մենք համաձայն չենք եւ ամենակարևոր մենք միասնական ենք, իբրև թե Բարգավաճ Հայաստանին ճնշում են, բայց դա այդպես չի։ Իրենք միասնական չեն, այլ հարց է, որ այս հարցում այո, պիտի ասեն, կեղծված է, բավոչ չեն, ասի Փաշինյանը ընտրվել է։ Իսկ ձեր գնահատականը ո՞րն է ընտրությունների արդյունքներին։ Ինչպիսի խորհրդարան մենք ձևավորեցինք, այս խորհրդարանը, եթե այս տեսքով աշխատի, արդյոք կկարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք չեն փոխվել, որոնք շարունակում են երկրի առջև մնալ։ Դուք էլ ասացիք, Ադրբեջանը շարունակելու է վարել Հայաստանին պատին սեղմելու քաղաքականությունը, արդյոք մեր խորհրդարանը կկարողանա դիմակայել։ Ես կարծում եմ խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, կարճացնելով մոտ 2 տարի։ Դա կախված է, այո, Հայաստանի առջև տարածած մարտավերների հետ, որոնք գնալով ուժեղանալու են, եւ այո, այս խորհրդարանը իր կազմով էս ծեփելու ենք ձեզ պատին, մենք ենք ձեզ ծեփելու, դրա առջև չի կարող կանգնել եւ այդ հարցերը լուծել։ Անդիմությունը նրա համար չի, որ հայհոյի իշխանությունը, իշխանությունը նրա համար չի, որ գաղտնալսի անդիմությանը եւ ոչինչ չանի։ Իդեպ տեսեք, խորհրդանի լեգիտիմության մասին Հայաստանի իշխանությունները նշում են, որ անդիմությունը գումարներ է բաժանել եւ լեգիտիմ չի, այո։ Եվ լեգիտիմ չի, չեն ընտրվել։ Հիմա այդ մարդկանց ոնց ենք մանդատ մենք տալու։ Նույնիսկ եթե ընդունենք, որ իշխանությունը դեսպես 100%-ով լեգիտիմ է։ Հաջորդը շատ հետաքրքիր մի հարց։ Ես որքանով հասկանում եմ, բոլորը գաղտնալսվում են այս երկրում առանց դատարանի որոշման կամ իրենց համաձայնության, գրավոր համաձայնություն չեն տվել։ Հիմա Ընտրություններից առաջ գաղտնալսումներ են եղել, որովհետև Բարգավաճ Հայաստանը, որ գումարներ է բաժանել, փորձել է ինչ-որ ազդեցություն ունենալ, դա նախորդող հատվածին էր վերաբերում գաղտնալսումները, որ փորձել են կեղծել։ Դուք իմացել եք դրա մասին։ Մի կողմ որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց, որ ինքը երբևիցե ընտրակաշառք չի բաժանել իր գործով։ Դատարանի վճռով ընտրություններից առաջ Բարգավաճ Հայաստանը։ Հիմա եղավ դիմում որոշ ուժերի կողմից, որ ԿՀ-ն մերժի այս ուժերի գրանցումը կամ մասնակցությունը արգելի։ Դուք գիտեք, որ իրենք պատրաստվում են գումար բաժանել, ինչու եք հիմա հրապարակում այդ գաղտնալսումները։ Իմացել եք, թողել եք։
Ցանկացել եք իրենց հաղթել, ինչպես ասեց Փաշինյան, եթե չթողնենք ասեն մենք թույլ ենք, դա ինչ մտածելակ էր, չգիտեմ օրենքի տեսանկյունից, եւ հիմա օգտագործում եք դա իրենց դեմ։ Այն որ իրենք կեղծել են, գումար են բաժանել, պարզ է, բա իրենք ամբողջ կյանքը դրանով են զբաղված եղել։ Հիմա մեզ դատի կտան, բայց դե գուցե ապացուցենք, բայց ասենք հիմա ինչ եք դուք առաջարկում, եթե Բարգավաճ Հայաստանը օրինակ չանցներ խորհրդարան, այսքան մոտ չլիներ, կամ եթե Գագիկ Ծառուկյանը էլի ասեր Նիկոլի ցավը տանը, թողնելու եք, որ անցնեն այս ձայնագրություններով։ Կամ զգուշացնում էին, չէ, որ այս ուժերը այդ նույն քայլերը անելու են, դուք էլ փաստորեն ապացույց եք ունեցել, բա ինչ եք թողել որ մասնակցեն, որ հետո գաք ասեք իրենց հաղթեցինք։ Իսկ սա երբևիցե ինձ շատ հաճախ ձեր եթերում էլ երբեմն համարում են իշխանամետ։ Ես վերլուծաբան եմ, ես պարտավոր եմ չլինել ոչ իշխանամետ, ոչ ընդդիմադիր, դա նորմալ չի, ներողություն։ Բայց եթե իշխանությունը անում է ճիշտ քայլեր, ասում ենք այո, բայց սա ես չեմ ընդունում։ Սա ցույց է տալիս, որ հայտնվում են գաղտնալսումներ այն ժամանակ կամ մենք հանրայնացնենք, կպետականացնենք Ծառուկյանին պատկանող որ գործարան։ Բա մինչև այսօր ինչի՞ չէիք պետականացնում։ Մինչև այսօր սուսեր մնում լուրեր, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը, հանգիստ նստի տեղը, թե չգիտես ինչ կլինի Քոչարյանի որդու մասին։ Սա ցույց է տալիս, որ օգտվում են նրանից, որ դիմացինները քրեական օրենսգրքի բոլոր Այսինքն իշխանությունը կարողացավ ձևավորել իրեն հարմար խորհրդարան։ Դե հարմար չի սահմանադրությունը փոխելու տեսանկյունից։ Այդ առումով հարմար չի ձայների Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից։ Դե իրենք ասում են մենք մի քանի ձայնել կգողանանք, գուցե բարձվի ինչ որ այս ընդդիմադիրների մեջ գաղտնալսումներ են եղել եւ իրենց նկատմամբ ինչ որ ճնշում կա, նույնը եկեղեցու շուրջ է փորձում անել։ Բայց ես սա չեմ կարող ընդունել։ Նույնիսկ եթե դա հայանպաստ լուրջ ինչ որ քաղաքականություն է, չի կարելի այս մեթոդներով երկիր ղեկավարել եւ երկիրը բաժանել 2, 3, 4 մասի այն իրավիճակում, որ ամբողջ շրջապատը ինչ որ անհասկանալի աշխարհակաղակական իրավիճակում է գտնվում։ Խնդիր չի լուծել, բացարձակ։ Հիմա իշխանությունների արժեվ լուրջ խնդիր կա, իրենք պետք է խաղաղություն բերեն, անկլավների հարցեր լուծեն, սահմանազատման հարց լուծեն, եթե կկարողանան, ես ողջունում եմ, ես ժողովրդի թշնամին չեմ, բայց այնպես չի էլի, որ ես ասում եմ, իրենք անցնելու են, հաղթելու են այս մարդկանց դիմաց, բայց դրանից հետո կյանք կա, չէ, ամեն ինչ չի ավարտվում։ Տիկին Դալաքյան, Եվրոպայի հետ հարաբերությունները ինչպես եք տեսնում։ Սպասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, մենք գիտենք, մենք տեսանք ավելի շուտ եվրոպական աջակցությունը Հայաստանին այդ ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին, ինչպես եք տեսնում։ Ոմանք թերահավատ են, որ Փաշինյանը իսկապես կսերտացնի այդ հարաբերությունները։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ավելի խորամանկ է գործում հիմա, գովասանքով զբաղվում, չնայած նրանք դրա կարիքը չունեն, իրենք խաղում են դեռ Ռուսաստանի հետ, մենք Ռուսաստանից չենք հեռանում, ԵԱՏՄ-ից չենք հեռանում, ՀԱՊԿ-ից չենք հեռանում, բայց կամաց փորձում ենք հեռանալ։ Իդեպ սա երկկողմ գործընթաց է, թե միայն Հայաստանը քայլանի Եվրամիությունը ոչ, այսինքն գալիս է, հետո տեսնենք։ Վրաստանում իրենք շատ սխալ իրենց դրսևորեցին Եվրամիությունը, թողեցին ամեն ինչ այսպես հանգիստ գնա եւ մեկ Ռուսաստանը արագ է գործում, ինչեւ Եվրոպան այդպես կանոնակարգերով կլաստերներ է բացում, փակում Ուկրաինայի հետ, իրենք արագ իրենց ագենտուրայով Մոլդովան խառնում են եւ դա օրինակ տեղի կունենա, ես վստահ եմ Գագաուզիայում առաջիկա ընտրություններին, որը պիտի տեղի ունենա անկախ Մայասանդոյի ցանկությունից, դա տեղի ունենալու է։ Հիմա Հայաստանում ունեն ընդդիմություն խորհրդարանում, ունեն արցախցիներ դժգո, ունեն մեծ ագենտուրա ԱԾ-ից մինչև պաշտպանության նախարարություն, Նիկոլ Փաշինյանն էր նշում, որ չեն կռվել, դասալիքներ են եղել, ես մի քանի հոգու մասին ընդհանրապես որոշում տեսա վճիռ, մնացածը ինչ մնացել են այնտեղ զորքերում են, ՀԱՊԿ-ի ստանդարտներով ենք էլի պայքարելու, Ռուսաստանի հետ համատեղ հոբ համակարգերով ենք, եթե հանկարծ պատերազմ լինի, պայքարելու։ Այսինքն Ռուսաստանը եւ տնտեսական ազդեցությունը մեծ է, այդպես մեծ խոշոր ինչ-որ արտահանողները գուցե ճանապարհներ են գտել, բայց մենք տեսնում ենք, որ փոքր ձեռնարկատերները լուրջ խնդիրների են բախվելու եւ դա երկար process է լինելու։ Հիմա Եվրոպան նախ պիտի ֆինանսապես օգնի Հայաստանին, հետո թույլատնի որոշ
ռեգուլյացիաներ, այսպես կանոնակարգեր, ինչպես դա Մոլդովայի գինիների հետ կապված օրինակ եղավ, եւ նույն սխալը չկատարի ինչ որ Վրաստանը, բայց այսօր Ռուսաստանը այնքան տոքսիկ է եւ Նիկոլ Փաշինյանը շատ հմուտ դրա մեջ խաղում է այդ ամենի, որ հենց Ռուսաստանին մի թեթև խոսք ես ասում ու քո հեղինակությունը Եվրոպայում բարձրանում է եւ դրա համար այսպես տեսակետ է ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է, բայց Նիկոլ Փաշինյանը արևմտամետ չի ինքն էլ իր խոսքում ասել է մենք ոչ միտեղ չենք գնում, Եվրամիության ճանապարհը բարդ է եւ Չի ասում է, եթե կարողանանք ստանդարտներին համապատասխանեցնել եւ շուկաներ դուրս գալ, մենք դեմ չենք։ Թող կարողանան, քանի տարի են կարողանում։ Այսինքն երբ է սկսել խոսել այլ շուկաների մասին, երբ Ռուսաստանը սանկցիաներ կիրառեց, պարզ էր, որ Ռուսաստանը պիտի տնտեսությունը օգտագործի։ Արդեն քանի տարի է խոսակցություն է գնում, որ մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Հիմա ես բազմիցս դրա մասին խոսել եմ, այն քաղաքասարակությունը, որը զբաղվում է այդ գործընթացով, պիտի հաշվետվողականություն դրսևորի, թե ինչ ոլորտում ինչ է կատարվել, ոչ թե ինչ որ բրոշյուրներով տեսքով ժողովուրդը ծանոթ չի էլ հասկանում ինչ է այդտեղ ներկայացված, այլ անընդհատ հասարակությանը տեղեկացնել։ Համեն դեպս մեկ Նիկոլ Փաշինյանն ասում է գնալու ենք, մեկ էլ ասում է 20 տարի է տևելու։ Հիմա Լավ, ես այսպես վերաձևակերպեմ հարցս, այս ընդդիմությունը, ռուսամետ ընդդիմությունը կարողանա լուրջ խոչընդոտ հանդիսանալ, եթե Փաշինյանի իշխանությունը ունի քաղաքական կամք։ Եվրոպայի հետ, այո, ռուսամետ ընդդիմությունը չի խոչընդոտը, Ռուսաստանն է խոչընդոտը, օգտագործելով ռուսամետ ընդդիմությանը։ Այդ մարդիկ ձայն են ստացել հիմա փողով թե ոնց, ուրեմն փողով էլ դրամով էլ կարելի է, չէ՞ մարդկանց փողոց հանել։ Այսինքն այս փոքր երկիրը պիտի վերածենք ինչ-որ բախման թատերաբեմ։ Լուծեիք այդ մարդկանց խնդիրները 8 տարի։ Հիմա էլ ասում են մինչև հաջորդ ընտրություն կլուծենք։ Այսքանը որոշել եք մի 40 տարի նախկին իշխանություններին բռնեք բաց թողեք։ Բայց փողոց հանելու այդ պոտենցիալը կա։ Իհարկե Եթե կա, կա։ ինչու չեն հանում բա։ Որովհետև դեռ տեղի չի ունեցել հանդիպում եւ այս բանը ես չեմ էլ կանխատեսում, չնայած Փաշինյանը ուզում է, ինքը շատ է խոսել դրա մասին։ Պուտինը որոշում չունի ինչ անել, հիմա ինքը զբաղված է երկրում բենզին է ման գալիս, ոնց գտնի։ Երբ որ տեղի ունենա, նայած ինչ է պահանջելու Փաշինյանը, Պուտինը, ինչի է պատրաստ Փաշինյանը, ինչի պատրաստ չի, մենք կտեսնենք կամ հարաբերությունների լարում, կամ գոնե ինչ որ մի իրավիճակ, որ մինչև այսօր եղել է։ Հիմա Ռուսաստանը զբաղված է, բայց եթե տնտեսվարողները տուժեն, ընդդիմությունը պետք չի որ փողոց անի, մարդիկ առանձին, ասենք ծաղիկ վաճառող դուրս կգա, դա չէ Ժակոյանը Սամվել Կարապետյանի կողմնակիցն է։ Ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հիշեցնեմ, որ զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, Տիկին Դալաքյան, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք մեր հեռուստադիտողին, բարև ձեզ, մենք ձեզ լսում ենք։ Okay, բարև ձեզ, շնորհակալ եմ դերուսին Տիկին Դալաքյանին, որը միշտ ճիշտ բարձրաբանում է եւ շատ հայրենասեր է։ Ուրեմն հարցս այսպեսին է. Արցախի 44-րդ պատերազմի ժամանակ հարցը շատ խառն է, որտեղ հույս ունենք, որ դաշնակից Ռուսաստանը կօգնի, բայց օգնեց Ադրբեջանին եւ Արցախի հարցը միշտ հարցական է մնացել, հայկական չի եղել Հայաստանյան։ Հիմա 44-րդ պատերազմ չի, հիմա Հայաստանի հարցն է լուծում։ Հիմա երբ որ Աստվածոչյանի պատերազմը եղավ, Ադրբեջանը հարձակվեց, ընդդիմություն բոլոր հայությունը Փաշինյանը ուզենա չուզենա պետք է միանան եւ ամբողջ հզորությամբ հարձակվեն եւ մենք ավելի հզոր ենք հիմա 44 օրվա նման չենք։ Բացի մենք արևմուտքի կողմն ենք, արևմուտքի հետ ռազմական պայմանագիր ունենք, Ամերիկայի հետ ունենք, ամբողջ արևմուտքի տարբեր Հունաստան, Գերմանիա, Ֆրանսիա բոլորի հետ ռազմական ունենք եւ հին սոցիալիստական երկրների հետ ունենք, ասենք ընդեղ ունենք Չեխոսլովակիա, Հունգարիա։ Շատ լավ, հարցը։ Դուք դրանք են մեզ պետք է օգնեն, եթե պատերազմ եղավ։ Եվ մենք չենք պարտվելու, ես անգամ Ադրբեջանը հարցած տարվելու է։ Խնդրում եմ ձեր կարծիքը։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտող։ Գիտեք, ես լայնածավալ պատերազմ չեմ կանխատեսում, երբ խոսում եմ խաղաղություն չլինելու մասին։ Խոսքը վերաբերում է կոնկրետ մի հատվածի, որը կարևոր է աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների համար, մասնավորապես Ռուսաստանի, ինչ որ առումով նաև Չինաստանի։ Դա Զանգեզուրի այսպես կոչված միջանցքն է։ Եկեք չմոռանանք, ասենք այդ տերմինը։ Դե այսպես կոչված, չէ, դա ինչով է կարևոր, դա նոյեմբերի 9-ում գրված տերմին է, որը չի չեղարկվել։ Դրա մասին մենք բարձրաձայնել ենք, ինչու չենք դուրս գալիս նոյեմբերի 9-ից, ասել որ դա ակտուալ չի, ակտուալ չի, վաղը ակտուալ է։ Մինչև թրիփը կար նոյեմբերի 9-ի համաձայնագիր։ Հիմա կա երկու համաձայնագիր, մեկը, այսպես պարզ ասենք, ԱՄՆ հովանավորությամբ, մեկը Ռուսաստանի։ Ադրբեջանը միշտ ուզում է Ռուսաստանինը, ինչու, որովհետև այդտեղ կա միջանցք։
Եվ ՖՍԲ-ն է վերահսկելու։ Մենք տեսնում ենք, ինչպես է Ալիևը բարբերաբար երբեմն շփոթում այսպես ասած տերմինները։ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհն է եւ TRIP-ը, միջին միջանցքը։ Չինաստանը պարզը չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ ներկայություն ունենա լոգիստիկ ճանապարհների վրա։ Նույնը չի ցանկանում Ռուսաստանը։ Սա աշխարհաքաղաքական Սյունիքը եւ դա իդեպ Գարեգին Նժդեի ժամանակներից եղել այլ հարց է, որ այդ ժամանակ այդպես լոգիստիկ ճանապարհների մասին խոսակցություն չկար։ Վազգեն Սարգսյանը խոսել են, որ Սյունիքը սա աշխարհաքաղաքական թեմա է, չկա Սյունիք, չկա Հայաստան։ Իմ վախը այն է, ես պետք է կարելի այսպես նշել, կանխատեսումը, որ եթե 2020 թվականի պես նախագահ Տրամպի ուշադրությունը շեղվի, լինի դա միջանկյալ ընտրություններ, թե միջանկյալ ընտրություններից հետո ոչ բարենպաստ արդյունքներ իր համար, օրինակ կոնգրեսը կորցնել, լսումներ, հետաքննություններ, արդեն խոսում են նրա ընտանիքի անդամների վերաբերյալ Փեսայի, Ուիտկոֆի, որ իրենք այդ ինչ են բանակցում Պուտինի հետ, ինչ գործարքներ են կնքում։ Եթե ԱՄՆ-ն ունենա ներքաղաքական խնդիրներ դեմոկրատ հանրապետական, գուցե այդ ժամանակ Ադրբեջանը եւ Ռուսաստանը որևէ կարճատև բլիցկրիգ փորձեն իրականացնել Հայաստանի Սյունիքում։ Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, այո, Հայաստանը թույլ չի, իհարկե ես ինքս ռազմական փորձագետ չեմ, բայց որոշ առումով տեսնում եմ, որ կան փոփոխություններ, իհարկե կարծես տեմպերը այդքան արագ չեն։ Հայաստանը Ուկրաինայի օրինակը պիտի վերցնի, ինքը լինի ինքնաբավ մեր թշնամու հանդեպ, Ռուսաստանը մեր դեմ չի պայքարելու, խոսքը Ադրբեջանի մասին է, ԱԹՍ-ներ արտադրելով, փորձ փոխանակելով ուկրաինացիների հետ, բայց տեսեք որն է խնդիրը, դուք ասեք ընդդիմությունը թողնելու ամեն ինչ պայքարի, հենց դա իմ վատ ակնկալիք է կարելի այսպես ասել։ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Հայաստանի ընդդիմությանը, որ իրենք պատերազմի օրերին ասում էին ամեն ինչ հանձնած է, մի գնացեք կռվեք։ Վանեցյանին էին մեղադրում Շուշիում ինչ որ գործողությունների մեջ։ Հիմա այս ընդդիմությունը անելու է նույն քայլերը Սյունիքում։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Եղավ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացություն, որը որևէ մեկը չտեսավ։ Ինչա գրված այդ եզրակացության մեջ։ Այս մարդկանց թողնել դաշտում, ես չեմ ասում իրենք մեղավոր են, դա ասում է իշխանությունը։ Ամեն օր ասել, որ դուք պատերազմի օրին մեզ թիկունքից հարվածել եք, հետո էլ ասել մենք բոլորով Ադրբեջանի դեմ ենք պայքարելու, ես այդքան վստահ չեմ, որքան դուք։ Հիմա Փաշինյան Պուտին եթե հանդիպում տեղի ունենա, որն է առանցքայի խնդիրը։ Ոմանց կարծիքով դա գլխավորապես երկաթուղու հետ կապված հարցն է։ Այս տնտեսական պատժամիջոցները դրանք այդքան կարևոր չեն, ինչքան երկաթուղին։ Ասում էին, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այդ հարցը կլուծվի, կխլենք, չգիտեմ ինչպես այսօր այստեղ արևմտամետ իբրև թե դաշտը, ասում է մի վայրկյան է խնդիրը, դա կխլենք կոնցեսիոն կարող է խլեք։ Այդ իրենց բառն եմ ասում, էլի։ Այդքան հեշտ չի խլելը, այնտեղ պայմանագրեր կա, կամ նույնիսկ եթե մեղադրում եք ներդրում չիրականացնելու, կամ դա process է։ Հաջորդը Ռուսաստանը տենց հանգիստ գնաց, միջազգային իրավունքը հարգեց, իրենք ասում են չեն գնալու, Սոլովյովը ռոպագանդիստը ինչ ուզում եք արեք, չեն գնալու, ինչ ենք անում։ Այդ հարցը պիտի լուծեր ԱՄՆ-ն։ Եվ պիտի լուծի։ Նախագահ Տրամպը պիտի խոսի Պուտինի հետ։ Հիմա Տրամպը պատրաստ է Պուտինի հետ գնալ առճակատման, մի հատ էլ Հարավային Կովկասում, որովհետև Պուտինը բաց չի թողի Հարավային Կովկասը։ Հետո Ուկրաինան պարտվի, Ուկրաինայում Կովկասից գնա, այլ ինչին էր պետք է պատերազմը Ռուսաստանի։ Այսինքն մենք պիտի մեր դաշնակիցների միջոցով ճնշումներ կորցնենք երկաթուղու հարցում, դուք երկաթուղուց խոսեցիք։ Խոսքը վերաբերելու է Նրան արդյոք Նիկոլ Փաշինյանը կշարունակի մինչև ընտրություն իր հռետորաբանությունը Ռուսաստանի դեմ եւ իր կուսակցությունը, թե ես երբեմն արդեն տեսնում եմ կուսակցության անդամները, բայց մենք Ռուսաստանի թշնամին չենք, մենք չենք ուզում բացասական հարաբերություններ, այսինքն գուցե սա նախընտրական ինչ-որ Բայց ընտրություններն ավարտվեցին։ Ընտրություններն ավարտվեցին եւ հիմա տեսնում եք Փաշինյանն ասում է, ես կգնամ ԵՏՄ, հարցեր կտամ, կխոսեմ, գուցե իրեն գան ինչ-որ համաձայնության, ես չգիտեմ Պուտինը իր հետ ինչ է խոսելու, ինչ է ցանկանալու, գուցե այս բանին ասի, ուղղակի մի դուրս արի, ավարտենք այս կոնֆլիկտը, շարունակենք, բայց իհարկե Պուտինը թիկունքից, եթե Պուտինը Պուտին չլինի, չի կփորձի խառնել, անկայունություն ստեղծել Հայաստանում։ Եվ դա Փաշինյանը գիտի, իրենք ինչ որ պայմանավորում են, Պուտինը պայմանավորվածության ենթակա անձնավոր չի դա աշխարհում հայտնի փաստ է եւ նա փորձելու է վերադառնալ տարածաշրջան Ուկրաինան է մեծ այս բային փրկում ինչ կլինի եթե Ուկրաինայում հրադադար լինի աշնանը ինչ քայլերի արդեն կգնա Պուտինը այստեղ ինչ տեսնում եք արդեն Արցախ բառն են օգտագործում ռուսական հերոստանգերությունները հետ են բերելու շարժ այո դա կերևա առաջիկայում